Լրագրողին 24 թիվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաքվե միավորման անդամ միջազգային ագետ Մենուա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Խոսենք Իրան-Իսրայել պատերազմի մասին, փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվում է եւ Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է Իրանի հրթիռային համակարգերի 1/3-ը։ Իրանի կողմից երկինք-երկիր հրթիռի արձակումից հետո խափանվել են Իսրայելի հոբ համակարգերը եւ նրանք սկսել են հարվածել միմյանց։ Նաեւ տեղեկություն կա, որ Իրանը գիշերը հարվածել է Հայֆայի նավթավերամշակման գործարանին։ Ինչ զարգացումներ կարող են լինել, ինչ է սպասվում։ Կանխատեսել հնարավոր է թե ոչ։ Թեմային անցնել է, ես քանի որ գտնվում եմ 24 News-ի տաղավարում, առիթ օգտագործելով ուզում եմ իմ զորակցությունը հայտնել 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանին, ով այսօր կոպիտ բռնության է ենթարկվել ոստիկանի կողմից եւ այն, որ այդ ոստիկանը ընդհանրապես միայն ազատված է աշխատանքից կատարելով քրեական հանցագործություն, խոսում է այն մասին, որ գործող իշխանությունը ազատ խոսքի նկատմամբ բռնություն է արտոնում է։ Հիմա գալով ձեր նշածի մասին, սա ամենաանցանկալի բաներից մեկն էր, որ տեղի է ունենում Իսրայելի եւ Իրանի միջև անմիջական բախումները, որոնք որ այժմ օդային հակամարտության ձևով են ընթանում, բնականաբար ակնկալելի էլ չէ, որ այդ օդային հակամարտությունից հետո տեղի կունենա ցամաքային գործողություններ, Իսրայելը դրա ռեսուրսը չունի, իսկ Իրանին հասցված հարվածներն էլ երկար ժամանակ է պետք Իրանին վերականգնվելու համար։ Այսինքն այդ վնասները վճռորոշ կարևոր են Իրանը թույլատնելու համար։ Շատ նշանակալի են։ Այստեղ ամենաանցանկալի սցենարը մեզ համար նրանում է, առաջին հերթին նախ Իրանը պետք է ընդգծենք մեր բարեկամ երկիրն է եւ ամենաանցանկալի սցենարը կլինի այն, ինչը որ կապված է Իսրայելի նպատակների հետ մասնատել Իրանը։ Իրանում առաջ բերել ներքին քաղաքական ցնցումներ, անկայունություններ, ինչը կարող է Իրանը դարձնել մոտավորապես այնպիսի վիճակում բերել, ինչպիսին որ Սիրիան հայտնվեց մի քանի ամիս առաջ։ Սա ամենաանցանկալի սցենարն է, բայց պետք է խոսել նաև այս սցենարի մասին, որ այս սցենարը նույնպես կա։ Բայց դա հնարավոր է։ Մեր ցանկությունն է, որ դա հնարավոր չլինի, իհարկե։ Մեզ անհրաժեշտ է կայուն Իրան։ Միտումներ որոշակի կարող ենք խոսել այն մասին, որ նախ մենք գիտենք, որ Բենյամին Նեթանյահուն հայտարարությամբ կոչով է հանդես եկել ապստամբել Իրանի իշխանությունների դեմ եւ բացի դրանից իրանական նախկին падգամավորի իրանական մեջլիսի падգամավորներից մեկը, նախկին падգամավորներից մեկը ազգությամբ թյուրքական ծագման հանդես է եկել այդպիսի կոչով հայտարարությամբ, որ ատրպատականի թյուրքախոս Իրանի թյուրքախոս քաղաքացիները հանդես գան անհնազանդության, ապստամբության այդպիսի ռեժիմին դեմ դուրս գան, ինչպես իրենք են նշում։ Այսինքն ցանկություն կա, որ ներսում ազգայնականության տրամադրությունների սրման հիման վրա Իրանը փորձեն մասնատել եւ դա արվում է նաեւ այն նպատակով, որպեսզի հեռահար ձևով Չինաստանին կարողանան հնարավորինս իր դաշնակիցներից մեկուսացնել ու դա այսպիսով գլոբալ հակամարտության մի շղթայի մաս է կազմում, սա միայն այսինքն պետք չի դիտարկել որպես Իրան-Իսրայել հակամարտության տարբերակում, այլ նաև սա դիտարկելի է գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության համատեքստում։ Մեզ համար ամենաանցանկալի սցենարը դա է։ Մեզ համար ցանկալի սցենարը այն է, որ այս էսկալացիան որոշակի վերահսկված ձևով ընթանա, դրա ազդանշաններն էլ կան, արտգործնախարար Արաղչիի հայտարարությունը, որ պատրաստ են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված համապատասխան միջազգային վերահսկողություն ապահովելու մեխանիզմներ տրամադրելու, համոզվելու համար, որ Իրանը իր միջուկային էներգետիկայի զարգացումը իրականացնում է ոչ ռազմական նպատակներով, նկատառումներից ելնելով։ Դա հետնահանջի քայլ էր, կարծում եք։ Կարծում եմ այո, հետնահանջի քայլ էր, բայց դա ստիպված քայլ էր եւ եթե այդ քայլը արժանալու է Իրանի կայունությանը, դա ամենացանկալի սցենարն է, որ կարող է տեղի ունենալ, որովհետեւ
մեզ համար շատ անցանկալի կլինի, եթե դա տեղի չունենա եւ նորից աճի ահագնացումը։ Այդ տեսանկյունից սպասենք իրադարձությունների զարգացմանը եւ հուսանք, որ որոշակի վերահսկված փուլ կմտնի գործընթացը, նամանավանդ որ միջազգային այլ խոշոր դերակատարներ, ինչպիսիք Ռուսաստանն են, պատրաստակամություն են հայտնել միջնորդությամբ հանդես գալու հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Բայց միևնույն ժամանակ նաև որ բազմաթիվ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ տարհանվել են Իրանից, դա էլ է մտահոգիչ, դա նշանակում է, որ օդային հրթիռակոծությունների շարունակություն կլինի, այդ են կանխատեսում, մանավանդ որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը ներսից բավականին վնաս է հասցվել այդ համակարգերին, ինչը Իսրայելին գործողությունների ավելի մեծ ազատություն է տվել։ Դուք նաև ձեր հարցի մեջ նշեցիք Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը շարքից հանելու մասին, միարժեք չէ այդ դատողությունը, կապված այն բանի հետ, որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը միայն Իսրայելը չի իրականացնում եւ միայն հակաօդային պաշտպանության ցամաքային համակարգերով չի իրականացվում, այլ դրան նաև մասնակցում են ավիացիան եւ ոչ միայն իսրայելական ավիացիան է մասնակցում, այլ նաեւ բրիտանական ավիացիան է մասնակցում, ամերիկյան ավիացիան է մասնակցում, մոտավորապես որպեսզի պատկերացնելի լինի, ինքը ռազմական մասնակից չլինելով, բայց մոտավորապես այս վիճակն է, որ այդ ինքնաթիռները որոշակի հեռավորությունից հսկում են օդային տարածքը եւ հրթիռների կամ անօդաչուների կամ ինքնաթիռների կործանիչ ինքնաթիռների այո հայտնվելու ժամանակ կարողանում են նրանց խոցել։ Ահա Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը թեև Իրանի արձակած massայական հրթիռակոծության արդյունքում բավական վնասներ նաև կրել է Իսրայելը, այդուհանդերձ չեն կարող ասել, որ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը պարալիզված է։ Այսինքն ավելի շատ տուժվել է Իրանը, դուք կարծում եք։ Ես կարծում եմ, այո, դա երևում է նաև զոհերի մասշտաբներով 10 անգամ ավելի շատ է իրանական կողմի զոհերը պաշտոնական տվյալներով, քան իսրայելական կողմի զոհերը, ինչպես նաև հենց միջուկային էներգետիկայի ենթակառուցվածքին, ռազմական ենթակառուցվածքին, անգամ նաև քաղաքացիական ենթակառուցվածքին եւ հրամանատարական կազմին եւ նաև միջուկային մասնագետների կորուստները այս ամբողջը համադրված հաշվի առնելով իսկապես անհամաչափ են կորուստները, բայց անհամաչափ է նաև Իրանի եւ Իսրայելի միջազգային աջակցությունը։ Իրանը փաստացի չունի առարկայական միջազգային աջակցություն, մինչդեռ Իսրայելը վայելում է Ամերիկայի առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը։ Թեև Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ անմիջապես գործողությունների մեջ չի մտնում Իրանի դեմ, սակայն իսրայելական օդը փակելու հարցում ունեցած ներդրումը էական է այստեղ։ Եվ կարծում եք, որ ամեն դեպքում այդ աջակցությունը կա, թեև չի հայտարարվում։ Աջակցությունը անկախ Այսինքն առանց ԱՄՆ-ի թույլատրության հնարավոր չէր դա իրականացնել։ Գիտեք, Ամերիկայի Միացյալ Նահանգների մերձավոր արևելյան քաղաքականության առանցքը առնվազն 1973 թվականից մինչ օրս առանցքը այդ քաղաքականության ԱՄՆ-Իսրայել հարաբերություններն են։ Ամերիկյան շատ քաղաքագետներ, որոշ քաղաքագետներ, լավ շատ չասեմ, նրանցից օրինակ հենց Ջոն Միրշայմերը բազմիցս ցույց է տվել իրադարձություններ եւ իրավիճակներ, որտեղ ամերիկյան օբյեկտիվ շահը պահանջում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունը չհամընկնի Իսրայելի շահին, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունները մշտապես համընկել են Իսրայելի շահերին, ինչը պայմանավորված է Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում արտաքին քաղաքական որոշումների կայացման վրա հրեական, իսրայելական ավելի ճիշտ, լոբի մեծ ազդեցությամբ։ Սա կարևոր հանգամանք է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ։ Նաև բարձրաստիճան պաշտոնյաների մեջ շատ են Իսրայելից ընտրված ղեկավարներ։ Սա նույնն է ըստ էության, այսինքն արտաքին քաղաքական որոշումների կայացման մեջ, այո, որոշումների կայացման մեջ իսրայելական հետքերը շատ Ամեն դեպքում բանակցությունները շարունակվում էին մինչև այս պատերազմը եւ ԱՄՆ-ն ներգրաված էր Դոնալդ Թրամփը անընդհատ հայտարարություններով էր, թեև սպառնալիքներ հնչեցնում էր, ասում էր, եթե դուք պայմանագիրը չկնքեք, չի բացառվում, որ ուժի լեզվով արդեն խոսենք ձեզ հետ։ Այսինքն այս ամենը իսկապես ապացուցում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրաված եղել է։ Եվ ուժով ուզեցան ճնշում գործադրել, որպեսզի պայմանագիրը կնքվի իրենց ուզած ձևով։ Դե այն ինչի մասին որ քիչ առաջ ասացի, որ այս ամենը պետք է ոչ միայն Իսրայել-Իրան հակամարտության տեսանկյունից դիտարկել, այլ նաև գլոբալ
հակամարտության տեսանկյունից դիտարկել, ինչ է տեղի ունենում գլոբալ կտրվածքով, երբ որ նայում ենք, ամերիկյան միաբևեռությունը, այսպես ասած, միաբևեռության մոմենտումը այլևս անցած է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի կառավարման գործում, միջազգային համակարգի վերաձևման գործում ունի շատ հզոր ու աճող մրցակից, ինչպիսին է Չինաստանը։ Եվ Չինաստանին դաշնակիցներից զրկելը, նրա դաշնակիցներին թուլացնելը Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության կենտրոնական ուղեգծերից մեկն է, ինչը տվյալ դեպքում արտահայտվում է Իրանի թուլացմամբ։ Նրան այդ տեսանկյունից շատ ավելի ձեռնտու է թուլացած Իրանը։ Բնականաբար ել ավելի ձեռնտու է, որ իրանական ընդդիմությունը, որ արտաքսված է 1979 թվականին իսլամական հեղափոխությունից հետո վերադառնա եւ այնտեղ տեղի ունենա, այսպես ասենք, իշխանափոխություն։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներին ձեռնտու տարբերակ է ընդհանուր առմամբ։ Բայց թե դա ինչերի կհանգեցնի Իրանի ներսում, ինչ քաոսի կարող է հանգեցնել, այս սրա մասին մենք ունենք մտահոգվելու բան։ Այսինքն հնարավոր իսկապես իշխանափոխություն է լինի Իրանում։ Դե ձգտում են դրան, բայց այո, այդ ձգտումը ակնհայտ է կա, այդ ձգտումը ակնհայտ է կա, այո։ Մենք դա տեսնում ենք, դա մեզ համար վատագույն սցենարը կարող է լինել։ Ընդհանրապես վերջին տարիները աշխարհաքաղաքական վերադասավորումները մեզ համար խիստ անցանկալի ձևով են դասավորվում։ Մասնավորապես ինչի համար ենք մենք այս ամեն ինչի համար այսքան մտահոգվում, որովհետև Սյունիքի խնդիրը գոյություն ունի եւ թուրքախոս պետությունների ցամաքային միավորման խնդիրը գոյություն ունի, օրակարգի վրա է եւ այդ միավորումը ամենաշատը ձեռնտու չէ առաջին հերթին Իրանին եւ Իրանը ներքաշվում է այսպիսի ծանր խնդիրների մեջ, հետեւապես դա նշանակում է, որ ավելի քիչ ռեսուրս կունենա դիմակայելու հնարավոր այդպիսի մեզ համար տհաճ զարգացումների։ Իսկ այն որ ամեն դեպքում Թուրքիան դատապարտում է, բայց վստահելի է նրա այդ դատապարտումը։ Բնականաբար Թուրքիան կդատապարտի այդ հարթության։ Այդ ուրեմն Թուրքիա, Իրան, Իսրայել եռանկյունու շրջանակներում Թուրքիայի հռետորաբանությունը պրո-իրանական է։ Բայց եթե ստեղծվում է հարմար առիթ ագրեսիա իրականացնելու համար, բնականաբար Թուրքիան իր շահերով է առաջնորդվելու եւ ոչ թե Իրանի շահերով է առաջնորդվելու։ Իրանի թուլացման մասին խոսեցիք, դա ինչ վտանգներ է ներկայացնում մեզ համար։ Ինչպես նշեցինք, առաջին հերթին կապված թուրք-ադրբեջանական տանդեմի առաջին հերթին Ադրբեջանի Սյունիքի հանդեպ ագրեսիան կանխելու իմաստով է մեզ համար անհրաժեշտ ուժեղ, ստաբիլ Իրանի պահպանումը։ Եթե Իրանը թուլանում է, դա ավելի ու ավելի է գայթակղությունը մեծացնում Բաքվի համար ագրեսիա իրականացնելու մեր նկատմամբ, մասնավորապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստանալու համար։ Հատկապես նաև հաշվի առնելով, որ մեկ այլ դերակատար միջազգային Ռուսաստանը, որը սկզբունքորեն կարծում են, որ նրան նույնպես ձեռնտու չէ այդ միավորումը ցամաքային կապի ստեղծումը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև, նա իր հերթին զբաղված է Ուկրաինայի հետ կոնֆլիկտով։ Մեզ համար այդ տեսանկյունից է դրա համար շատ աննպաստ իրավիճակ։ Բայց արդյոք առանց այսպես համաձայնության միջազգային կամ կոնսենսուսի կարող են իրենք հարձակվել Հայաստանի վրա։ Դա առանձնապես այդքան էլ չեն կարևորում այս փուլում այս ամենը։ Կոնսենսուսները միայն կամքից չի կախված լինում, կոնսենսուսները կապված են նաև հնարավորությունների հետ։ Ոչ շահագրգիռ կողմերի հակազդման հնարավորություն ունի թե չունի։ Ռուսաստանը ունի հնարավորություն հակազդելու թե չունի, Իրանը ունի հնարավորություն հակազդելու թե չունի։ Այս պահի դրությամբ։ Կարծում եք ունի Իրանը հակազդելու։ Այսինքն միշտ ճակատ ուզեն բացեն այդ հատվածում եւ Իրանը այո, որովհետեւ Իրանի համար նույնպես կենսական հանգամանք է Սյունիքում Ադրբեջանի չգտնվելը եւ Սյունիքի ագրեսիան, Սյունիքի հանդեպ ագրեսիան ցամաքային գործողություն է գերազանցապես։ Այս պահի դրությամբ Իրանի ցամաքային ուժերը խառնված չեն, ներքաշված չեն Իրան-Իսրայել կոնֆլիկտի մեջ։ Այդ տեսանկյունից տեսականորեն իմ կարծիքով Իրանը ունի ռեսուրս, բայց կոնֆլիկտի շարունակումը թե ինչերի կհանգեցնի, քաղաքական ինչ ցունամիներ կբերի Իրանում, այստեղ է գլխավոր խնդիրը։ Աստված մի արածցե, որ այդպես լինի, այդ մեզ համար վատագույն սցենարը, որի մասին որ խոսում ենք, կարող է հանգեցնի նրա, որ պարզապես
վերահսկելի երևույթներ տեղի ունենան, խուճապ լինի ընդհանուր առմամբ եւ կազմալուծվի, կազմաքանդվի ռազմական համակարգը։ Սա է Իսրայելի նպատակը։ Եվ Այսինքն փորձը նաև ցամաքային ճանապարհով լարվածություն ստեղծել։ Ցամաքային, ոչ թե ցամաքային ճանապարհով լարվածություն ստեղծել, այս հարձակումների, այս հարվածների արդյունքում Իրանում ստեղծել քաոտիկ իրավիճակ։ Քաոտիկ իրավիճակը նաև նշանակում է պետական մեքենայի կազմաքանդում, նաև նշանակում է զինված ուժերի հրամանատարության, այդպես խարխլումներ։ Այս է ամենաանցանկալի մեզ համար վտանգավոր սցենարը, որին պետք է պատրաստ լինել շատ վաղուց։ Բայց արդյոք իրենք վաղուց պատրաստ չեն այս ամեն ինչին, որովհետև այսպիսի կարծիք էլ կա, որ այո, Իրանը, որ որքան էլ վերացնեն այսպես կարևոր դերակատարներին, միշտ կան այլ դերակատարներ, որոնք կարող են ստանձնել պատասխանատվություն։ Դե լիահույս լինենք, որ Իրանը այդ ամեն ինչին պատրաստ է եղել, պարզապես այն հանգամանքը հաշվի առնելով, որ իսրայելական հետախուզությունը մենք տեսանք, թե ինչ արդյունավետությամբ է գործել Իրանի ներսում, այս հանգամանքը ես չգիտեմ իրանական կողմը հաշվարկել էր, թե չէ, այո, որ այդպես ճշգրիտ հարվածներ էին իրականացնում, փաստացի իրենց մարտիկ ունենալով, եւ մենք նաեւ տեսանք, որ արդեն ձերբակալումներ են տեղ ունեցել, հայտնաբերվել է իրանական հակահետախուզությունը փաստորեն աշխատել է, բայց թե ինչու մինչեւ այդ չի աշխատել, մինչեւ այդ ինչու հնարավոր չի դարձել ցամաքային ճանապարհներով, այդ թվում նաեւ ամենահավանական ճանապարհներից մեկը Ադրբեջանն է, որտեղից ներթափանցել են իսրայելական հետախուզության գործակալները։ Այսինքն Ադրբեջան ամեն դեպքում մասնակցություն ունենում է այս ամեն ինչին, թեկուզ ոչ ուղղակի։ Ես իհարկե հաստատ ինչ որ բան հաստատելու ոչ հնարավորություն, ոչ իրավասություն ունեմ, սակայն այսպես ասած կոնվենցիոնալ իմաստությունը հուշում է, որ այո, Ադրբեջանը այս գործում ներգրավված է եւ մի քանի Telegram ալիքներ եւս դա փաստող ապացույցներ, դրա օգտին խոսող փաստեր ներկայացրել են։ Մանավանդ նաև Կասպից ծովի ադրբեջանական ուղղությունից Իրանի տարածքի վրա ուրեմն հրթիռի արձակման փաստը եւ մնացած հետագան ցույց կտա, ես կարծում եմ, որ եւ նաև հարձակման հետ կապված տվյալներ տեղեկություններ։ Այո, մանավանդ մենք եկեք հիշենք նաև, որ կոնկրետ չեմ կարող ասել ամսաթիվ, բայց որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի այցը Իսրայել եւ նրանց բանակցությունների խոսույթի օրակարգում նաեւ հետախուզության հարցով համագործակցության հանգամանքների նշելն էր եւ կարելի է ասել կասկածից վեր է, որ հետախուզական տվյալների տրամադրման հարցում Ադրբեջանը օգնության ձեռք մեկնել է եւ հետագայում կապրենք կտեսնենք իհարկե փաստերը ավելի ջրի երես դուրս եկած։ Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի հետախուզության Մոսադի գործակալներին դիվերսիաներ կատարելիս բռնվելուց 1 օր անց, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքը։ Այն մասին, թե ինչ խոսում էինք նոր։ Այո։ Եվ դա ուրեմն ցույց տվեց եւ ուկրաինացիների կողմից սրանից 2 շաբաթ կամ 20 օր առաջ Ռուսաստանի խորքում կատարած գործողությունները եւ Իսրայելի հետախուզության Իրանում կատարած գործողությունները ցույց տվեցին, որ ժամանակակից պատերազմներում ինչքան կարևոր վճռական հանգամանք է հետախուզական մարմինների ճիշտ արդյունավետ թիրախային աշխատանքը։ Այսօրվա պատերազմները այսպիսով առաջին հերթին հետախուզության մասին են, հետախուզության ճշգրիտ լինելու մասին են եւ տեխնոլոգիաները ճիշտ օգտագործելու մասին են։ Սրանք կարևորագույն հանգամանքներ են, որից որ մենք պետք է դաս քաղենք։ Հայաստանը ինչ պետք է անի այս իրավիճակում, քննադատեց ԱՌԿ նախարարությունը Իսրայելի գործողությունները, առհասարակ ինչպես պետք է դիրքավորվենք, հաշվի առնելով այն վտանգները, որոնք կարող են լինել։ Երևի հարցը ավելի ճիշտ կլինի տալ ինչ պետք է արած լիներ այս ամբողջ ընթացքում։ Գոնե 44-օրյա պատերազմի ավարտից հետո, որովհետև այն ինչ որ տեղի է ունենում հիմա, դրանք կանխատեսելի երևույթներ են։ Եթե ես ավելի քիչ հնարավորություններ ունեմ կանխատեսելու որպես զուտ կրթության, գիտության ոլորտի մարդ կամ դուք որպես լրագրության ոլորտի մարդ ավելի քիչ են իմ ու ձեր հնարավորությունները այդ ամեն ինչը կանխատեսելու, ապա պետական մարմինների համար այդ հնարավորությունները շատ ավելի շատ են։ Այն առումով, որ մենք ունենք սփյուռք եւ
նաև Սփյուռքից կարող ենք որոշակի տվյալներ ստանալ։ Այն առումով, որ պետությունն ունի համապատասխան ինստիտուտներ, այդ ամեն ինչը կանխատեսելու մասնագիտորեն, ունի հետախուզական մարմիններ եւ այլն։ Բայց ինչպես մենք տեսնում ենք, այդ ամեն ինչը չի ծառայեցվում պետության շահին, այլ ծառայեցվում է պարզապես իշխանության մնալու շահին եւ անհեթեթ օրակարգեր առաջ բրթելու ուղղությամբ է դրվում։ Հենց այն ինչ որ մենք տեսանք, որ գիտելիքահենք ռազմական արդյունաբերության զարգացում առաջին հերթին, հետախուզական մարմինների պատրաստվածության բարձրացում, ընդհանուր առմամբ անվտանգության համակարգի որոշակի վերականգնում, ինչքան որ հնարավոր է։ Այն դերակատարները, որոնք որ ավանդաբար իրանց հետ կիսել ենք մենք անվտանգային շահեր, խոսույթը շարունակելը եւ փորձել է ազդել Ադրբեջանի վրա, նրանց միջոցով ազդել Ադրբեջանի վրա Հայաստանի հանդեպ ագրեսիա չիրականացնելու համար։ Բայց շատ կարևոր հանգամանք է նաև ներքին համերաշխության գոյությունը, որը որ այս տարիների ընթացքում, լավ, ասեմ 2021 թվականի ընտրություններից հետո մենք չենք տեսնում, ընդհակառակը մենք տեսնում ենք ներքին համերաշխության ջլատում, պառակտում, անընդհատ հասարակական։ Հիմա վերջին հարցը, երբ որ բարձրացրել է իշխանությունը, եկեղեցու հետ կապված, այևս իհարկե հասարակությանը բաժանվելու առիթ է։ Դուք պատկերացրեք, որ փոթորիկը տեղի է ունենում, մեծ կատակլիզմը տեղի ունենում, դրան պատրաստ լինելու համար պետք է մեր հասարակությունը այսպես ընկույզի նման լիներ։ Միաբանությունը, համերաշխությունը պետք է շատ բարձր մակարդակի վրա լիներ։ Այդ բարձր մակարդակի վրա լինելու նախապայմաններից մեկը առնվազն այս իշխանության առաջատարների երկրի ղեկին չլինելն էր, հա։ Բայց մենք տեսնում ենք, որ իշխանության մնալու հանգամանքը այս մարդկանց համար շատ ավելի կարևոր է, քան երկրի ֆիզիկական սպառնալիքների դեմը առնելու գործողությունը։ Բայց արդյոք այսպես իրենք կարող են իշխանության մնալ, այսպիսի քայլերով կամ այսպիսի օրակարգերով, որոնք առաջ են մղվում։ Ամբողջ աշխարհը խառնված է իրար, մեծ վտանգներ կա, որ կարող է առիթից օգտվել Ադրբեջանը, Թուրքիան եւ հարձակվեն, բայց Փաշինյանը եկեղեցու հարցն է բարձրացրել, ինքն ասում է եկեղեցու հարցը չի բարձրացրել, վեհափարի հարցն է բարձրացրել, որ նա պետք է հեռանա։ Այսինքն այս ամենը ինչպես հասկանալ տրամաբանությունը։ Տրամաբանությունը հետեւյալն է, որ այս կատակլիզմների ընթառաջ Փաշինյանը ոչ թե ընտրում է ընկույզ դառնալու կամ ոզնի դառնալու ռազմավարությունը, այլ պարզապես Էրդողանին իր ծառայությունը մատուցելու, Էրդողանին հավատարմություն հավաստելու ուղեգիծն է որդեգրում։ Այսինքն հնարավոր ամեն ձևով նրա հետ լինել պայմանավորվածությունների մեջ, որ քեզ ցանկալի օրակարգը ես կանցկացնեմ Հայաստանում, միայն ագրեսիա մի իրականացրու։ Այս ձևով է այսինքն տարվում, ոչ թե դիմակայուն երկիր սարքել, այլ պարզապես ասել քեզ ինչ է պետք, որպեսզի չհարձակվես Հայաստանի վրա։ Քեզ պետք է որ թույլատնեմ Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին, ես կթույլատնեմ այն։ Ու իդեպ պետք է այս առումով շատ կարևոր արձանագրում անել, որ Հայաստանյան Առաքելական եկեղեցու թույլացումը Անկարայի համար նույնիսկ շատ ավելի էական հանգամանք է, ավելի ցանկալի հանգրվան է հանգամանք է, քան անգամ ինչ-որ տարածքների զիջումը Ադրբեջանի, որովհետև Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցին հենց հանրային համերաշխություն, համախմբում, ինքնության պահպանման, մեր դիմակայունության, մեր լինելիության կարևորագույն կառույցն է, ինստիտուտն է, մեր ազգային բարոյականության հիմքն է, եւ քանդելը դա նշանակում է խարխլել պարզապես մեզ իրար հետ կապերից անջատել։ Կարծում եք այդ պահանջը դրսից դրվել է եւ դա դրսի օրակարգ է։ Ես համոզված եմ։ Թեև Փաշինյանն ասում է նման բան չկա։ Ես համոզված եմ, որովհետեւ երբ որ մանավանդ նայում ենք, թե Փաշինյանի եկեղեցու վրա հարձակումները ինչ իրադարձությունների հետ են զուգորդվում, այդ մասին է խոսում։ Եկեք մի երկու փաստ ասենք։ Նախ եւ առաջ ես ուզում եմ հիշեցնել 2020 թվականի նոյեմբերին, երբ որ 44-օրյա պատերազմը, կարծեմ նոյեմբերի 16-ն էր, պատերազմը նոր էր ավարտվել եւ Թուրքիայի
Միլլի մեջլիսում քննարկումներ էին տեղի ունենում, որտեղ որ նշվում էր, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը հաղթանակ տարավ, այնտեղ այսպիսի նաև դիրքորոշում էր արտահայտվում, որ այդ հաղթանակը դեռ վերջնական չէ եւ վերջնական հաղթանակի հասնելու համար երկու բան է անհրաժեշտ։ Առաջինը, որ Հայաստանը կտրի իր կապերը Սփյուռքի հետ, երկրորդը, որ թուլանա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին։ Նույնիսկ այդ ժամանակվանից այդ հարցը քննարկվել է։ Պատերազմից հետո ավելի շուտ է դրված եղել Թուրքիայի Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության օրակարգում։ Եվ մենք այսօր ինչ ենք տեսնում։ Մենք այսօր տեսնում ենք, այո, Հայաստան, որը Սփյուռքի հետ խզել է իր կապերը, Հայաստանի Հանրապետություն, որի ղեկավարությունը թուլացնում է եկեղեցուն։ Սա մի օրինակ է։ Երկրորդը, որ հենց անմիջապես իրեն Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ համարող այդ անձնավորության Ալաշուքու Փաշազադեի հարձակումները ժամանակային առումով համընկնում են Փաշինյանի հարձակումների հետ մեր եկեղեցու վրա։ Այսպիսով ավելի քան ակնհայտ է եւ մանավանդ որ եկեղեցին էլ տանում էր կարևոր ազգային օրակարգը առաջ էր տանում Արցախի ժողովրդի անվտանգ եւ արժանապատի վերադարձի հետ կապված, որ այդ թեման լինի միջազգային քննարկումների կիզակետում, ինչին որ հակադրվում էին Թուրքիան եւ Ադրբեջանը, ակնհայտ է դառնում, որ եկեղեցու դեմ հարձակումների, այո, շահառուն կարող է լինել ինքը Փաշինյանը իր ընտրական էլեկտորատ ավելացնելու տեսանկյունից իշխանության մնալու համար, բայց այդ իշխանության մնալու նա երաշխավոր է տեսնում իմ համոզմամբ Անկարային առաջին հերթին։ Եվ Բայց նրանք ինչպես են աջակցելու, որ նա վերընտրվի։ Եկեք ես ձեզ աջակցության մի հատ օրինակ հիշեցնեմ։ 2021 թվականի փետրվարի 25-ին Երբ նրանք քննադատեցին, երբ որ փողոցային պայքար էր ձևավորվել։ Գլխավոր շտաբը հայտարարություն արեց պահանջելով հրաժարականի մասին եւ առաջին ու շատ կոշտ արձագանքը տվեց Էրդողանը, որ ասաց, որ մենք թույլ չենք տա, որ Հայաստանում լինի հեղաշրջում, զինված հեղաշրջում։ Այսինքն կարող են պատերազմը վախեցնել եւ ասել, որ Փաշինյանը պետք է պատերազմով վախեցնել։ Կարող են այո հենց այդպես ներխուժման պատերազմով վախեցնել, երբ որ Հայաստանում ձևավորվի նոր, այսպես տրիգեր, նոր զայրույթի մի օջախ իշխանափոխության, հենց այդպես էլ աջակցի։ Հիմա Փաշինյանը կհաջողվի այս օրակարգը առաջ տանել, կարծում եք հասարակական աջակցություն արդյոք կունենա, թե ոչ, որովհետև ինքը ոչ միայն քննադատում է, բողոքում է կամ վարկաբեկում, այլ նաև քայլերի մասին է խոսում, որ կոնկրետ գործընթացներ են սպասվում եւ ըստ էության այդ գործընթացներն ընթանում են, մասնավորապես ասում է, որ պետք է հանձնաժողով ձևավորվի, որն էլ պետք է պահանջի վեհապարի հեռացումը։ Կհաջողվի թե ոչ։ Նրա այս քայլերը հանցագործություն է ոչ միայն մեր սահմանադրությամբ, մեր քրեական օրենսգրքով սահմանված, այլ նաև նրա այս գործողությունները խիստ մերժելի են միջազգային իրավական նորմերի տեսանկյունից, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքի դաշնագրի եւ բազմաթիվ այլ միջազգային իրավունքի տեսանկյունից այն ինչ անում է Փաշինյանը, կրոնական ազատությունների լուրջ սահմանափակում է, լուրջ խախտում, ոտնահարում է տեղի ունենում Հայաստանում, այսինքն այս հարցով առնվազն միջազգային հանրության աջակցությունը ինքը չի վայելելու։ Գուցե աչքակապոցի լինի, աչք փակի միջազգային հանրությունը Փաշինյանի քայլերի առջև, բայց աջակցություն համենայն դեպս նա չի ունենալու միջազգային դաշտում։ Մնացածը կախված է արդեն հայաստանյան ազգային դիմագիծ ունեցող քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ում համար որ թանկ է պետականություն, ում համար որ թանկ է սահմանադրությունը եւ սահմանադրականությունը, նրանց համախմբվածությունից է։ Ինչ արձագանք տվեցին քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը երևաց օդանավակայանում Գարեգին II-ին դիմավորելու ժամանակ։ Բայց դա արդյոք բավարար է։ Դա բավարար չէ բնականաբար, բայց դա շատ կարևոր ակցիա էր, որ գիշերվա ժամը 12-ին, ժամը 1-ին այդքան մարդ հավաքվել էր այդտեղ։ Դա նշանակում է, որ եկեղեցու դեմ ավելի կոպիտ քայլերը կարող են ավելի կոպիտ հակազդեցությունների բերի, բայց սա շատ անցանկալի բան է, որովհետև դա կարող է քաղաքացիական բախումների Որտեղ ըստ էության Փաշինյանը դա է ասում է պետք է մարդիկ գնան վեհարանի առջև կանգնեն, իհարկե ինքն ասում է սիրով եւ խաղաղությամբ ասեն, որ վեհապարը հեռանան, բայց հասկանալի է, եթե հայտնվում են այդ մարդիկ եւ պահանջում են, մեկ այլ խումբ է հավաքվում, այլ հայհոյելու են բնականաբար, հայհոյելու են, չէ, կոպիտ բառեր են ասելու, հայհոյելու են, սադրանքներ են իրականացնելու եւ լինելու նաեւ աջակիցներ։ Մենք գիտենք, որ հայոց եկեղեցին այո, բախումները հնարավոր տարբեր հարցումներով սոցիոլոգիական 80%-ից ավելի հանրության աջակցություն է վայելում։
եւ շատ զգայուն հարց է այստեղ։ Եվ շատ մարդիկ, ովքեր որ իրենց հոգեվոր առումով հավատացյալ չեն համարում, բայց իրենք հասկանում են, որ մշակութապես իրենց քրիստոնյա լինելը պայմանավորված է հայոց եկեղեցու գոյությամբ եւ գործունեությամբ եւ ինչպես նաեւ եթե այդ ինստիտուտը խարխլվի եւ դրա վրա էլ Նիկոլ Փաշինյանը ուրեմն իշխանություն ունենա, ազդեցություն ունենա, դա ուղղակի տոտալիտարիզմի կբերի երկիրը։ Հիմա ավտորիտարիզմ է, իսկ եկեղեցու նկատմամբ վերահսկողություն ունենալը արդեն Հայաստանը կդարձնի տոտալիտար երկիր։ Եվ դրա համար կարծում եմ, որ մենք կունենանք բավականաչափ ռեսուրս այդ կործանարար օրակարգին դիմակայելու համար։ Շնորհակալ եմ զրույցի Ես եմ համար։ շնորհակալ։ Զրուցակիցս միջազգայնագետ Հայ-Ակֆե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։